Երեմյան ընկերությունների խմբի համար այս տարին հոբելյանական է։ Ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։ 20 տարի առաջ ձևավորված գաղափարն այսօր դարձել է բազմաճյուղ համակարգ հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում։ Մեր նպատակն է եղել ստեղծել հասարակության և մեր ապագա սերնդի համար առողջ և անվտանգ սնունդ։ Մեր նպատակն է եղել ձևավորել առողջ սննդային սովորույթներ, կաթ խմելու մշակույթ։ Մեր նպատակն է եղել զարգացնել գյուղատնտեսությունը, կաթնամթերքի արտադրությունը երկրում։ Այսօր արդեն 20 տարվա պատմությամբ Երեմյան ընկերությունը փաստում է, այդ նպատակների մեծ մասը կյանքի է կոչվել։ Ունենալով շուրջ 2600 աշխատակից, ընկերությունը հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուներից ու հարկատուներից է։ Ամեն տարի մենք բախվում ենք նոր մարտահրավերների, նոր խնդիրների լուծման։ Մենք գնում ենք մեր նպատակի հետևից եւ հասնելու ենք այն նպատակին, որ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը կարգավորվելու է, ինչի չէ գնային քաղաքականությունը կարգավորվելու է եւ մենք ունենալու ենք շատ դասավորված գյուղատնտեսություն։ Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում ներկայացնում է հայկական, եվրոպական, իտալական, ճապոնական և հեղինակային խոհանոցներ, սթեյքհաուս, արագ սննդի ցանց, ինչպես նաև առաքման և քեյթրինգային ծառայություններ։ 20 տարիների ընթացքում ընկերությունը սպասարկել է շուրջ 15 միլիոն հյուր և 7 միլիոն զբոսաշրջիկ, ներկայացրել է ավելի քան 150 հեղինակային ուտեստ։ Ռեստորաններում այսօր մենք ունենք 1000-ից ավելի ներկայացված ուտեստներ մեր ընկերության կողմից։ Արտադրել ենք 28 միլիոն լիտր կաթ, մշակել ենք 1200 հեկտար հող, ստացել ենք 50,000 տոննա կեր և Տաշիրի մեր խոզաբուծարանում արտադրել ենք 500 տոննա միս։ Հիմնել ենք մոտ 90,000 քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն։ Հյուրընկալության ոլորտում ընկերության բարձրակետը հեղինակային խոհանոցով հայտնի Ռենոմե ռեստորանն է, եզակիներից ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Դավիթ Երեմյանն ընդգծում է, Երևանը կարող է մրցել աշխարհի առաջատար ռեստորանային քաղաքների հետ։ 2006 թվականի, որ ես խոսում էի, որ ռեստորանային ոլորտը կարող է տնտեսության համար կարևոր դեր խաղալ, այն ժամանակ իրականում ոչ մեկ չէին հավատում, որ կարող է խոշոր հարկատու լինել, ինչ որտեղ քմծիծաղով էին մոտենում։ Երեմյանը նշում է, այս տարիների ընթացքում իրենց հիմնական նպատակը եղել է ոչ միայն շահույթ ստանալը, այլև Հայաստանում արժեքներ ստեղծելը։ Նրա խոսքով ընկերությունը երբեք չի ընտրել էժան-հումքով աշխատելու ճանապարհը, թեև այդ տարբերակն ավելի հեշտ և շահավետ կարող էր լինել։ Բացի այդ, ընկերության գործունեությունը նպաստել է թե ռեստորանային, թե կաթնամթերքի շուկայի որակի բարձրացմանը։ Մենք ունենք մի նախագիծ, մի ռեստորան, մի ուղղություն, որտեղ որ միտք չլինի դրված, ինչի համար ենք դա անում։ Ու այդ միտքը երբեք չի եղել փող աշխատելու մասին։ Երեմյան ընկերությունների խումբը գյուղատնտեսության ոլորտում գործում է 2019 թվականից, սերմից սեղան հայեցակարգով։ Դավիթ Երեմյանի խոսքով կաթնամթերքի շուկայում և գյուղատնտեսության ոլորտում մեծ բացեր կային, ինչի պատճառով ընկերությունը որդեգրել է այս մոտեցումը, վերահսկելով ողջ շղթան՝ կենդանիների կերից մինչև պատրաստի արտադրանք։ 20 թվականին, երբ որ COVID-ը սկսվեց, ռեստորանները փակվեցին և մենք ունեինք շատ կաթ այդ ժամանակ, իսկ մենք չգիտենք այդ կաթը որտեղ օգտագործենք։ Դա էր պատճառը, որ մենք 10-15 օրվա մեջ որոշեցինք փաթեթավորում տարաները և մուտք գործեցինք շուկա։ 2019 թվականին հիմնվել է նաև խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան։ Ստեղծվել է 4 կրթական ուղղություն, ավելի քան 70 դասընթաց և համագործակցություն է ձևավորվել շուրջ 60 կազմակերպությունների հետ։ Ընկերությունն առաջատար է կաթնամթերքի ոլորտում և առաջինը սպասարկման ոլորտում։ Երեմյան ընկերությունների խումբը առաջին հերթին մարդու մասին է։ Մարդիկ, ովքեր մեր սպառողներն են, մեր հյուրերը, մեր գործընկերները, ինչպես նաև մեր մեծ թիմը, մեր մեծ ընտանիքը։ Երեմյան ընկերությունը նաև Գինեսի կրկնակի ռեկորդակիր է, աշխարհի ամենամեծ գաթան և 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի օգտագործումը։
Երեմյան ընկերությունների խումբը նաև սոցիալապես պատասխանատու բիզնես է, նշում է Կաթի համաշխարհային օրը, իրականացնում Կաթ դպրոցներին ծրագիրը, կազմակերպում դպրոցականների այցեր գործարան, մասնագիտական միջոցառումներ և գյուղատնտեսական փառատոներ։